Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Ոչ եւ ոչ, թող պետք է սա վերջնական անգամ հասկանանք, քրդերի հարցը շատ խառն է, այնպես պարզ չէ, որ շատ մարդիկ, ես տեսել եմ, որ գնում են մի հատ Արևմտյան Հայաստան, ասում են, ես գիտեմ քրդերը ինչ են ասում, ես խոսել եմ ինչ-որ մի քրդի հետ, դա այդպես չէ, որ ինչ-որ մի ռեստորանի մատուցող քրդի հետ խոսում ես, այդ քրդի ասածը, այո, կարելի է բոլոր քրդերի վրա տարածել, ոչ, իհարկե։ Սխալը կներեք, մեր մոտ այն է նաև, որ Իրաքի Քուրդիստանը, որը հանրաքվեի պետք է դնի եւ անկախանա, կապում են Թուրքիայի քրդերի հետ եւ այդ Քուրդիստան կոչված տարածքի հետ, բայց պետք է ընդգծել, որ Իրաքի քրդական կառավարությունը շատ սերտ հարաբերությունների մեջ է հենց Թուրքիայի կառավարության հետ եւ նրանք հակադիր են Թուրքիայի քրդերի հետ, այսինքն դա չի նշանակում, որ քրդերը անկախություն ձեռք բերեցին Իրաքում, նշանակում է Թուրքիայից էլ ձեռք կբերեն եւ կառանձնան այս տարածքները։ Շատ ճիշտ է, մարդիկ նայելով, որ PKK-ն, հենց PKK-ն Սիրիայում ինչ որ հաղթանակներ է տանում, ինչ որ առաջխաղացումներ ունենում, մտածում են, ահա PKK-ն հիմա Սիրիայի հարցը լուծում է, ու քանի որ հզորացավ անցնելու է Թուրքիա։ PKK-ն ինքը մենակ չէ, որ այդ պայքարը տանում է, PKK-ն տանում է ամերիկացիների միջոցով, Ամերիկան բրդում է, ինքն էլ առաջ է գնում, բայց եթե վերադառնա ու Թուրքիա մտնի, նախ դա շատ դժվար կլինի Թուրքիայում, Թուրքիա մտնելը այդ մարդկանց, երկրորդը Թուրքիան պայքարը շարունակելու, երրորդ Թուրքիայում արդեն իրենց օգնող չի լինելու, Ամերիկային պետք է Թուրքիան մասնատված տեսնի, թե ոչ։ Հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։